Բարի առավոտ բոլորին, եթերում ABC լուրերի առավոտյան թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն ամեն ինչ տեղի է ունեցել վերջին ժամերին Հայաստանում եւ աշխարհում։ Քննչական գործողություններ, խուզարկություններ, ձայնագրություններ, ձերբակալություններ ու կալանավորումներ։ Սա Հայաստանի վերջին մի քանի ամիսների իրականությունն է։ Ավելի քան 60 քաղբանտարկյալ կա բանտերում, քաղաքացի, իրավաբան ու հոգևորական։ Իրավապաշտպանների վիճակի հարցերի ՄԱԿ հատուկ զեկուցողն արձագանքել է փաստաբան եւ իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը եւ քրեական հետապնդմանը։ Հատուկ զեկուցողը ողջունել է Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն խստորեն դատապարտում նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները եւ կոչ է անում Հայաստանի իշխանությանն անմիջապես դադարեցնել դրանք։ Բայց իրավապահները կոռուպցիոն ռիսկերի բացահայտման հետքերով հասել էին ապարանի համայնքապետարան։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական գործողություններ են տեղի ունեցել քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքով ձերբակալել են 9 անձի, որոնցից 3-ը ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։ Մեղադրանք են ներկայացրել նաև Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Հակոբ Բալասյանն ընտրվել էր Բարգավաճ Հայաստան եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունների ձևավորված միասնություն դաշինքի ցուցակով։ Թիրախը նաև եկեղեցին է, արդեն 3 սրբազան կալանքի տակ է, իսկ մեկը Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատազրկել են 2 տարի 6 ամիս ժամկետով։ Այդուամենայնիվ սրբազանների կոչն է փորձություններով լի այս ժամանակներում համախմբվել եկեղեցու շուրջ։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը խմբակցության գործընկերներ Ագնես Ախամոյանի եւ Աղվան Վարդանյանի հետ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել են Բագրատ եւ Միքայել սրբազաններին։ Որևէ պահի չընկրկեք, չնահանջեք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից։ Եթե մեր հոգևոր հայրերը պատվով եւ արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք ազատության մեջ լինելով որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք։ Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ եւ խարան է գործող իշխանությունների համար։ Վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը եւս։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ կոչ է արել սատարել Արագածոտնի թեմի արժանապատիվ հայրերին, մասնակցելով այսօր ժամը 18-ին կայանալիք միասնական ժամերգությանն ու աղոթքին։ Սովորաբար հրապարակավ որևէ հանրային միջոցառման մասնակցելու կոչ չեմ անում, եթե ինքս ի վիճակի չեմ լինում մասնակցել, բայց երբեմն այս ներքին կանոնից կատարում եմ բացառություններ։ Մայր եկեղեցու Արագածոտնի թեմը լինելով օկուպացիոն ռեժիմի թիրախում հայտարարել է միասնական ժամերգություն եւ միասնական աղոթք թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Եկեք Արագածոտնի թեմի արժանապատիվ հայրերին մեր սատարումը հայտնենք ոչ միայն առցանց, այլև իրապես։ Սատար կանգնելու եւ թեվու թիկունք լինելու կարիք ունեն նաեւ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները։ Ադրբեջանը, որի հետ թղթի վրա հաստատված խաղաղությունը պաշտոնական Երևանին տվել է ապահովության զգացում, կեղծ մեղադրանքներով դատում է, փակելով բոլոր դռները, որոնց միջոցով կարողանում են կապ հաստատել նրանց հետ ու ինչ-որ կերպ զսպել Բաքվին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն Ադրբեջանում արդեն քանի ամիս է փակ է։ Մեր գերիներին տեսակցելու հնարավորություն չկա։ Միայն հեռախոսազանգի հնարավորություն է մնացել Հայաստանում գտնվող հարազատների։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2023-ի էթնիկ զտումից հետո պաշտոնական տվյալով Ադրբեջանում կա 23 հայ գերի, բայց ասում են Բաքվում պահվող մեր հայրենակիցների թիվն անցնում է 8 տասնյակը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ելույթի ժամանակ ասել է ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը, իսկ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Մամիջանյանը դիմել է եվրոպացի գործընկերներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է։ Գաղափար անգամ չունենք, թե նրանք ինչպես են մեր հայրենակիցներից ոմանք հացադուլ էին անում։ Գաղափար անգամ չունենք, դա վերջացել է, շարունակվում է։ Ամոթ ինձ ազգային ժողովի падգամավորից խոսել իմ հայրենակիցների մասին այսպես, որ գաղափար չունենք, բայց տպաստ է։ Մենք պետք է ձեր դեսպաններին Բաքվում խնդրենք, մենք պետք է խնդրենք Եվրոպայի միության դեսպաններին այցելել նրանց մեր համար, բարեկամների, հարազատների համար, որ իմանանք, ինչպես են նրանք այնտեղ։
Իսկ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ տարածաշրջանում հարատև խաղաղության եւ կայունություն կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանն առանց նախապայմանների ազատ արձակի Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին։ 23 ռազմագերիներ հիմա գտնվում են Ադրբեջանում առանց օրինականության եւ պահվում են այնտեղ գտակների են ենթարկվում եւ այդ ամեն ինչը ոչ միայն խախտում է մարդասիրական միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաեւ ցանկացած հեռանկար խաղաղության համար։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը եւ խախտումները Հայաստանում, ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը եւ քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են եւ չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով։ Իրական եվրոպական ինտեգրումը սկսում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ Հայաստանում, որտեղ պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը եւ իրավունքների պաշտպանությունը։ Զուգահեռ խորհրդարանի մեկ այլ դահլիճում քննարկում էին Հայաստանի Հանրապետության գալիք տարվա ֆինանսական հարցերը, գումարում են հանում բազմապատկում։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի բյուջեն նախատեսում են ավելացնել 1 միլիարդ 520 միլիոն դրամով, այսինքն 2026-ին Փաշինյանի աշխատակազմի բյուջեն կլինի 25 միլիարդ 804 միլիոն դրամ, իսկ ազգային ժողովին կհատկացնեն 7 միլիարդ 4 միլիոն դրամ, որը 68 միլիոն դրամով քիչ է նախորդ տարվանից։ Հանրապետության նախագահի աշխատակազմին 1 միլիարդ 618 միլիոն, որը 40 միլիոն դրամով քիչ է նախորդ տարվանից։ Մինչդեռ Դավիթ Անանյանը մտահոգություններ ունի։ Բյուջեի թվերը մեծ են, խոստումները հնչեղ, բայց պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը։ Եզրակացությունը պարզ է, այս բյուջեն խոսում է փողի մասին, բայց ոչ քաղաքականության։ Իսկ երբ բյուջեն կորցնում է իր քաղաքական բովանդակությունը, այն դադարում է լինել զարգացման փաստաթուղթ եւ վերածվում է սովորական հաշվետվության։ Հայաստանի տնտեսությանը պետք են ոչ թե նկարած մեծ թվեր, այլ մեծ մտադրություն վերափոխման արդիականացման եւ ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ։ Առանց դրա յուրաքանչյուր հաջորդ բյուջե պարզապես կրկնում է նախորդի սխալները նոր թվերով։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զգույշ լինել հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց։ Հաճախ անվճարը կարող է թանկ արժանալ։ Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկությունը հաճախ անպաշտպան է եւ կիբերհարցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները եւ այլն։ Խուսափեք բանկային հավելված մտնելուց, զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց, օգտվեք VPN ծառայություններից, անջատեք ֆայլերի փոխանակման ծառայությունները, բարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը եւ հեռացրեք նախկինում գործածած բաց ցանցերը։ Հանրային Wi-Fi-ի հարմար է, բայց ոչ ապահով։ Հետքը գրում է, որ 2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել քաղցկեղի դեմ դեղեր, որոնք հետաքննական լրագրության բյուրոյի հետաքննության համաձայն անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում։ Նման մի դեպքի մասին հետքը գրել էր 2023-ին, մանկական քաղցկեղի անորակ դեղեր էին բերել Հայաստան։ 2 տարի անց այս պատմության հետքերը տանում են նույն հասցեով Վիոլետա բժշկական կենտրոն։ Բրիտանական հետաքննական լրագրության բյուրոն 2025 թվականի հունիսին քաղցկեղի բուժման համար գործածվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն է հրապարակել։ Փորձաքննության են ենթարկել քիմիաթերապիայի դեղամիջոցներ տարբեր արտադրողներից։ 189 փորձանմուշների 20%-ը չի համապատասխանել որակական չափանիշներին, ինչը ներառում է 17 արտադրողի 20 ապրանքանիշ։ Հետաքննությունը պարզել է, որ դեղամիջոցների գործածումը կամ ոչ մի օգուտ չի տալիս, կամ կողմնակի ազդեցություն է առաջացնում լուրջ հետևանքներով։ Այս անորակ դեղամիջոցների տարբեր խմբաքանակներ հայտնվել են աշխարհի ավելի քան 100 երկրում, չեն շրջանցել նաև Հայաստանը։
Քաթարը կարող է միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև ճգնաժամը լուծելու համար, եթե Վաշինգտոնը հետաքրքրված լինի դրանում, հայտարարել է արաբական թագավորության կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարարը։ Վենեսուելայի հարցում մեր ջանքերը սկսվել են ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի օրոք, երբ կառավարությունները սկսեցին փոխազդել։ Այս փոխազդեցությունը հանգեցրել է մի քանի ամերիկացի քաղաքացու ազատ արձակմանը, ասել է նա Նյու Յորքում։ Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Աջարա հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ աջակցում է իշխող վրացական երազանք կուսակցության նախաձեռնությանը սահմանադրական դատարանի միջոցով արգելել ընդդիմադիր 3 կուսակցության գործունեությունը։ Ի դեպ, վրացական երազանքը մտադիր է դիմել սահմանադրական դատարան արգելելու ընդդիմադիր կոալիցիա փոփոխությունների համար ուժեղ Վրաստան Լելո եւ Միացյալ ազգային շարժում կուսակցությունները։ Եվ վերջում եղանակի մասին, հորդառատ անձրևներից հետո ցերեկը կլինի առանց տեղումների, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։ Այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին։